մարդիկ դա կհասկանան, որ դա գերբնական բան է, երբ որ Աստծո Սուրբ Հոգին այդպես հպվում է, եւ չես էլ հասկանում, թե ինչպես ծնկեցիր իջար ծնկների վրա, այնուհետև այսպես կարծես թե հալվեցի, երեսի վրա անկա, եւ այդ պահին կարծես ամբողջ երկինքը բացվեց իմ առջև, դա մի ուրիշ երկինք էր, այն սովորական երկինքը չէր, ինչ որ մենք տեսնում ենք, շատ այսպես ազդեցիկ տեսարան էր, եւ ես արտասվում էի այդ պահին, ոչինչ չէի կարողանում խոսել, միայն իմ աչքերից հոսում էին, շատ վարար արցունքներ էին հոսում, այդ իմ տեսիլքի ժամանակ, եւ այդ պահին երկնքից մի ամպ իջավ, այսպես շատ փառավոր, աննկարագրելի գեղեցիկ ամպ իջավ, ամպի քուլա, այսպես ասած, եւ այդ ամպի քուլայի վրա կանգնած էին իմ հանգուցյալ ամուսինը, որ շատ վաղ տարիքում էր ննջել, նրա կողքը կանգնած էր իմ մայրը, որը որ 2016 թվականին էր ննջել տիրոջով, մայրիկիս կողքին կանգնած էր հայրս, եւ նրանցից շատ այսպես փառահեղ լույսեր էին ճառագում, նրանց դեմքը աննկարագրելի գեղեցիկ էր ու փայլում էին երեքն էլ, ու այսպես գլուխները կիսախոնարհած, նրանք երեքն էլ իրենց ողջ էությամբ շնորհակալություն էին հայտնում ինձ, ես այդ խոսքերը կարծես թե լսում էի իմ հոգու մեջ, շնորհակալ եմ քեզանից, որ քո բարեխոսական աղոթքների միջոցով փրկված եմ եւ իմ հոգին Հիսուս Քրիստոսի հավիտենական փառահեղ արքայությունում է, այդ խոսքերը ես լսում էի հոգուս մեջ, եւ իմ այդ վարար արցունքները շարունակ հոսում էին իմ աչքերից, եւ փոխարինվեցին այդ արցունքները ավելի շատ այսպես ուրախության արցունքների, որովհետեւ այդ տեսիլքը անհնար էր չհասկանալ, չընկալել, շատ փառահեղ էր,